Հարգելիներս, շատ ուրախ եմ, որ այսօր կարողացա միանալ ձեզի հետ և մենք նորեն պիտի անդրադառնանք շատ կարևոր օրագարկին կապված դիվանագիտությունը կամ արդարություն երբ կխոսենք դիվանագիտության մասին, անշուշտ պիտի անդրադառնանք մեր վերջին աշխատանքները, որը ենք մագում, այս աշխատանքները, որ բավական կարևոր էին, որովհետև սպասելի էին, որ Արևմտյան Հայաստանը անտես կա որպես բնիկ ազգ և ներկայացնե Արևմտյան Հայաստանի հայությունը և ներկայացնե իրենց չեմ ասել պահանջներ, մենք ասենք իրենց ծրագիրները և իրենց վիճակը։ Երբ կխոսենք դիվանագիտության մասին, մենք պետք է հասկանանք, երբ սկսել է մեր դիվանագիտական աշխատանքը, մյուս բնիկ ժողովուրդներուն է և նույն ժամանակ մյուս պետություններուն է, բոլոր պետություններուն է, որ մագի մեջ անդամ են։ Երբ կսենք, որ մագի մեջ անդամ են պետությունները, այո, կան անցակորձ պետությունները, որ մագի մեջ անդամ են և անցակորձ պետությունները կճանչնակ, դուք լավ կճանչնակ և դուք ուղղակի ձևով դուժեցիք այդ անցակորձ պետություններու գործողություններու պատճառով։ Բայց չի նշանակի, որ մենք կգտրենք մեր բոլոր դիվանագիտական աշխատանքները կամ կապերը, որպեսզի միշտ հնարավորություն ունենանք դիվանագիտական դաշտի վրա աշխատել, կապեր ունենալ, բացատրությունները ներկայացնել, զեկույցներ ապացուցել, փաստերով, ամեն ինչով, որպեսզի միջազգային ամանքը ճիշտ չափել, ճիշտ հասկանա, ինչ ունի ներկայացնելու Արևմտյան Հայաստանը, ինչ խնդիրներ կան Արևմտյան Հայաստանի հետ կապված այսօր մանավանդ և ինչպես այդ խնդիրները իրենց լուծումները կրնան ստանալ։ Օրինակներ անշուշտ շատ են և պիտի անդրադառնանք օրինակների վրա անպայման։ Բայց մեզի համար ինչ է կարևոր։ Կարևոր է, որ մենք հնարավորություն ունենանք միջազգային միության մեջ, ամանքի մեջ ներկայալ և կիսել, ներկայացնել, բացատրել մեր ամեն օրվա դժվարությունները։ Հաշվի առնելով, որ մենք ցեղասպանությունից փրկված ազգ ենք, բնիկ ենք և հատուկ ծրագիր մտա մեր գլխի վրա, մինչև այս օրերը, որպեսզի կամ մերժեն կամ խեղաթյուրեն մեր պատմությունը, մեր իշխողությունը, մեր ցավերը նույնիսկ, որպեսզի որևէ ձևով, որևէ պետություն, որևէ համայնք պատասխանատվություն չունենա այդ բոլոր անձնագործությունների դիմաց, որ կատարվեցին հայության անտեն։ Հայությունը հին ազգ է և մեծ ազգ է։ Անոնք, որ կներկայացնեն հայությունը որպես փոքրամասնություն, որպես բզդիկ ազգ կամ Հայաստանը որպես բզդիկ երկիր, անոնք կմասնակցեն
խեղաթյուրելու մեր պատմությունը, մեր իսկականությունը եւ անշուշտ որպեսզի չեզոքացնեն մեր ապագա։ Մեր ապագան կապված է անշուշտ մեր այսօրվան որոշումներում։ Ինչպես կորոշենք, ինչ կուզենք ճիշտ ասած մեր նպատակները ինչ են եւ ինչպես այդ որոշումները մենք կուտանք իրական մեխանիզմները։ Անշուշտ քաղաքականորեն տարբեր ուժեր կան, մինչև այսօրվան երևանյան իշխանությունները մեր խեղաթյուրելու մեր էությունը եւ մեր ինքնությունը եւ ամեն ինչ նալգնեն մինչեւ հիմա այդ ուժերը, այդ քաղաքական ուժերը, որպեսզի Հարեմեդյան Հայաստանի հայությունը գոյություն չունենա։ Հիմա մենք դիվանագիտականորեն ինչ աշխատանքներ կրնանք գնել եւ ինչ բացատրություններ կրնանք ներկայացնել, որպեսզի ապացուցվի, որպեսզի փաստով ներկայացվի, որ Արևմտյան Հայաստանի հայությունը ողջն է, Արևմտյան Հայաստանի հայությունը ունի իրեն ինքնությունը, ունի իրեն ինքնիշխանություն պետական իմաստով եւ այդ ինքնիշխանությունը ինչպես գերականացնե այս ասենք իրեն տարածաշրջանի մեջ, որպեսզի կարողանա իրեն կյանքը զարգացնել, իրեն զավակները ուժեղացնել, իրեն ունեցվածները ավելի լայնացնել։ Ինչ կրնանք գնել եւ ինչպես կրնանք գնել։ Եթե դիվանագիտական աշխատանքները չեն դանելու, եթե մենք առանձին կմնանք, եթե մենք ընդհանրապես ամեն ինչ կնենք, որ չի ներկայացնենք կամ չի բաժնվենք մեր ամեն օրվա կյանքը միջազգային ամենքի հետ։ Եթե կտեսնանք, եթե նեղ ցևով կմնանք ներքին քաղաքականության դաշտի մեջ, մենք ընդհանրապես որպես Արևմտյան Հայաստանի հայ, ընդհանրապես կջնջեն մեզի։ Մեր ամենքները ավելի շատ կարևորություն կտան այսօր ապրել կամ իրենց ներկայացնել որպես սփյուռք, ոչ որպես աքսորյա հայ, որպես սփյուռք, կամ թե որպես Արևմտյան Հայաստանի զավակ։ Ինչու այդ սփյուռքի ինքնությունը այդքան ուժեղացավ մեր մեջ, որ մենք չունենք այսօր իբր թե չունենք հնարավորություններ, որպեսզի ներկայացնենք մեզի որպես Արևմտյան Հայաստանի հայ։ Ինչպես եղավ դա։ Սա եղել է դաստիարակության իման վրա։ Ասենք թե ամենքները, ամենքի կարգավիճակը դաստիարակեց մեր սերունդները այդ մակարդակով, որ հայը ոչ մի կապ չունենա իրեն հայրենիքի մեջ, ինքը մնա սփյուռքի դուփին մեջ եւ այդ սփյուռքի դուփը ընդհանրապես, ինչպես որ նշեցի, ոչ մի կապ չունենա Արևմտյան Հայաստանի հետ։ Արևմտյան Հայաստանը ինչպես ներկայացված էր իբր թե որպես քարի աշխարհ, Հայաստանը ինչ ապրելու տեղ է, ինչ զարգանալու տեղ է, ինչպես պիտի մենք մեր զավակները բերենք Հայաստանում կամ Արևմտյան Հայաստանում, եթե անշուշտ չեն գնար, ընդհանրապես չեն գնար ապրել այնտեղ։ Ոչ մենակ չեն գնար ապրել այնտեղ, դուք գիտեք, որ որպես զոհ չեն գնար նույնիսկ մերնին կան դե, ասենք թե չեն թողնելու, որ մեր
դիարգը դեղափոխենք Արմենիան Հայաստանում, եթե մենք ուզենք Արմենիան Հայաստանի քերեզմանում մնանք։ Այդպես է, մեր վիճակը շատ հատուկ վիճակն է եւ ամեն ինչ գնեն եւ արտաքին ցևով եւ ներքին ցևով, որովհետեւ ընդհանրապես հայը մանավանդ ցեղասպանությունից փրկված հայերը ոչ մի կապ չունենան իրենց բնօրանի հետ, իրենց հայրենիքի հետ։ Այս վիճակը մենք պիտի ճիշտ չափենք եւ մենք ալ պիտի ճիշտ հասկանանք ինչ ունենք ընելու պետականորեն, ինչպես պիտի պայքարենք, ինչպես պիտի նվիրենք մեր կյանքը մի պայքարի մեջ, որ գարժե այդ պայքարը դանել։ Անոր համար մենք որոշեցինք պայքարել Արմենիան Հայաստանի համար, որովհետեւ այո գարժե անոնք որ կմտածեն կամ կդարածեն, որ Արմենիան Հայաստանը ուտոպիա է, որ Արմենիան Հայաստանը գոյություն չունի, որ ինչ կնեն, ինչ իրավունքներ ունի Արմենիան Հայաստանը, որ պետք է Արմենիան Հայաստանը պահպանենք եւ ներքին կարգով եւ արտաքին կարգով։ Կպատկերացնեք, ասենք թե անոնք շատ լավ գիտեն, որ ցեղասպանությունից փրկված ազգն ենք, անոնք շատ լավ գիտեն, որ մենք մեր ծնողները անցել են այդ դժվար ճանապարհով եւ իրենց ոյևեցիով կարողացան իրենց կյանքը փրկել եւ կպատկերացնեք, որ ադիմաստով մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք Արմենիան Հայաստանից։ Այդպես բան չի կա եւ չի լինելու, չենք հրաժարվելու, կապ չունի ինչ որ գսեն տարբեր քաղաքական ուժերը ներառյալ Երևանի իշխանությունները։ Ընդհանրապես անոնք չեն, որ պիտի որոշեն Արմենիան Հայաստանի աբական եւ Արմենիան Հայաստանի հայության իրավունքները, ինչպես պիտի իրականացնենք այդ իրավունքները։ Անշուշտ մենակ լալալ քիչ դժվար է, ես բամը չունիմ ասելու այդ կողմեն, բայց մենք ով էսա որ մենք մենակ ենք, ով էսա որ այդ պայքարը եւ այդ իրավունքները, որ մենք մինչեւ հիմա կպաշտպանենք, ով էսա որ մենակ ենք որ կպաշտպանենք։ Գուզեի այդ կողմեն ճիշտ ցեզի ներկայացնել, որ որպես բնիկ ազգ մենք մենակ չենք, ընդհանրապես մեզի պես եւ ազգերը եւ ժողովուրդները աշխարհում 450 միլիոն են եւ այդ 450 միլիոն բնիկներն են, որ միասին կպաշտպանեն իրենց իրավունքները, ինչու մենք պիտի հրաժարվենք, ինչու պիտի հրաժարվենք մեր իրավունքներում, ինչու պիտի հրաժարվենք, որ մենք անդամ ենք այդ մեծ ամայնքի մեջ եւ այդ մեծ ամայնքը բացի որ կճանչնա մեզի, կհարգե մեզի եւ ամեն ինչ կնե, որպեսզի Արմենիան Հայաստանի հայությունը պաշտպանե եւ իրականացնե այդ իրավունքները, որ ստացել է երկու ցևով, բացատրեցի ցեզի։ Մենք ստացել ենք մեր իրավունքները որպես հայ, որպես ազգ, որպես այս երկրագնդի կյանք ունեցող ազգը եւ մենք ստացել ենք այդ իրավունքները։ Հիմա ինչու մենք պիտի հրաժարվենք այդ ամեն ինչի, եթե մեր ծնողներու կողմեն, մեր պատմության կողմեն, մեր իրության կողմեն, մեր իշխողության կողմեն մենք ստացել ենք այդ կյանքը։ Ինչու մենք պիտի հրաժարվենք այդ ամեն ինչի։ Մյուս կողմեն, մյուս միջազգային ամանքը կճանչնա մեզի որպես Արմենիան Հայաստանի հայ եւ որպես Արմենիան Հայաստան։ Միջազգային ամանքը ունի բոլոր հնարավորությունները ուսումնասիրելու մեր պատմությունը եւ նույնիսկ հաստատելու մեր ամեն ինչը, որ մենք կներկայացնենք եւ մենք հնարավորություն ենք տալիս այդ միջազգային ամանքին հաստատելու փաստերով, ամեն ինչով, փաստաթղթերով, զեկույցներով մենք ամեն ինչ կնենք, որպեսզի այդ միջազգային ամանքը, որ մագին մեջ ներկա է,
ճիշտ ասկնա եւ ճիշտ չափը ինչ է Արմենիան Հայաստանը նախ ինչ Արմենիան Հայաստանի հայը ինչ կարգավիճակ ունի եւ ինչպես պատրաստ է մասնակցելու իրեն կարգավիճակը ապահովելու համար մինչեւ իրականություն իրական Հայաստանը որ գսեք հիմա տարածված է այդպես որ կա իբր թե պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը ասենք դա հաշվի չեք առնում որ Արմենիան Հայաստանի հայությունը գոյություն ունի չեք ուզում հաշվի առնեք որ Արմենիան Հայաստանի հայությունը գոյություն ունի ձեր խնդիրն է մեր խնդիրը չէ եթե չեք ուզում հաշվի առնեք գբարեք մեր բարերը Արմենիան Հայաստանի բարերը գուտեք մեր ջաշերը Արմենիան Հայաստանի ջաշերը մեր մշակույթը ձեր մշակույթը դարձավ մեր պատմությունը ձեր պատմությունը դարձավ բայց նույնիսկ եթե գուզեք խեղաթուրեր մեր պատմությունը որևէ չափը գուզեք բայել մեր ցավերը եւ մեր իրավունքները գուզեք օգտագործել ձեր ամենօրվա խնդիրները լուծելու համար բայց ով է սա որ դուք ունիք այդ իրավունքները չունիք այդ իրավունքները եթե Արմենիան Հայաստանի անունով չեք պաշտպանել այսօր օրինակ դիվանագիտական ցեղով նստած եք սեղանի շուրջ եւ կպայմանավորվեք անի գամուրջը ինչպես պիտի իրականացվի արդեն քանի ծրագիրը կա քանի կարժի ծրագիրը ով պիտի սկսի ով պիտի վերջանա որբեսի նորեն եւ նորեն ապացուցեք աշխարհի հայություն որ Արմենիան Հայաստանը գոյություն ունի Արմենիան Հայաստանի հայերը ոչ մի ցեղով չեն կրնան միջամտել եւ փոխել ինչ որ դուք որոշեցիք ասենք թե սահմանը արհեստական սահմանը Արմենիան Հայաստանի տարածքի վրա օկուպացված Արմենիան Հայաստանի տարածքի վրա Թուրքիո կողմը օկուպացված Արմենիան Հայաստանի տարածքի վրա պայմանավորվեցիք արդեն օգտվել նորեն եւ նորեն Արմենիան Հայաստանը ձեր անձնական շահերի համար ձեր փոքրիկ եւ անձնական շահերի համար եւ սա արդար չէ եւ մենք ես մանավանդ որպես Արմենիան Հայաստանի նախագահ կդատապարտեմ այդպես գործողությունները առանց հաշվի առնելով Արմենիան Հայաստանը Արմենիան Հայաստանի համակարգը առանց հաշվի առնելով դուք կպայմանավորվեք այդ պետությունը որ այսօր օկուպացվում է մեր տարածքը մեր պետությունը եւ միասին կպայմանավորվեք մեր հաշվի վրա ինչպես որորիկ Արցախի մեջ հիմա ԵՐՏ եկավ նորեն եկավ Արմենիան Հայաստանի ինչ որորիկ Արցախը նորեն ալ կդատապարտեն ուղղակի ցեղով որպես Արմենիան Հայաստանի նախագահ որովհետեւ դուք չի հարգեցիք մի քանի իրավունքներ նախ չհարգեցիք Արցախի ժողովրդի ինքնավորոշման իրավունքը չհարգեցիք որ Արցախը երբեք եւ չեք կրնալ մինչեւ հիմա գոյի մահապացուցել որ ուրիշի պետության մաս կազմել եւ կկազմել մինչեւ այսօր չի կրծակ ապացուցել բայց որոշեցիք անձնել Արցախը Ադրբեջանի Արցախի ժողովրդի հաշվի վրա այո որպես Արմենիան Հայաստանի նախագահ կդատապարտեմ այդ գործողությունը որովհետև անցնելով մեր տարածքները դուք արդեն ուզած չուզած ավելի շատ կարևորություն տվիք մեզի ավելի շատ կարևորություն տվիք Արցախի
ավելի շատ կարևորություն դրվի հիմա երբ եկավ Արևմտյան Հայաստանը։ Ինչու ավելի շատ կարևորություն կտակ Արևմտյան Հայաստանը, որովհետև դուք գիտեք, որ անցնելով, ասենք թե առանց հնարավորություն եւ առանց լեգիտիմություն հանձնելով Արևմտյան Հայաստանը Թուրքիային, առանց պաշտպանելով Արևմտյան Հայաստանի իրավունքները, դուք գշայիք մի դեր ուրիշ բան, բայց ինչ որ գշայիք, դուք չեք շայելու, չեք մարսելու, պետք է հասկանաք եւ գխապեք թուրքերուն, գխապեք ինչպես խապեցիք ադրբեջանցիներուն, գխապեք թուրքերուն, որովհետև երբեք Թուրքիան չի դառնալու Արևմտյան Հայաստանը, որովհետև Արևմտյան Հայաստանը հաստատված միջազգային իրավունքներու հիման վրա հաստատված պետությունն է, եւ դուք չեք նույնիսկ եթե օկուպացված է, սա արդեն ուրիշ խնդիր մնե, որ ընդհանրապես Երևան, որ Երևանյան իշխանությունները ընդհանրապես գապ չունին այս օկուպացված վիճակին է եւ որովհետեւ ընդհանրապես չեք պահանջելու ոչ մի բան այդ կողմեն եւ շատ ոնց է որ ժառաժարվեցիք ամբողջ հայության իրավունքները մինակ եւ մինակ կենտրոնացվելու համար ձեր վրա ասենք թե որպես իբրտե իրական Հայաստանը կենտրոնացվելու ձեր վրա ամբողջ հայության հնարավորությունները այս ադալ չի ստացվելու չեք մարսելու, որովհետև բայկարը մեր կողմեն կշարունակենք եւ մենք կշարունակենք եւ կտեսնանք մեր արժեքը նրանք կտեսնանք, որ միջազգային համայնքը կընդունի այդ բայկարը, միջազգային համայնքը գիտեք իբր թե 1984-ի կողմերը մագը քրնարկել է հայերի ցեղասպանության հարցով եւ այդպես իբր թե երկրորդական անձնախումբը որոշում ներկայացնեց ճանաչելով հայերու ցեղասպանությունը բայց մենք շատ ոնց է որ այդ խնդիրը անցել ենք որովհետև ամեն օր կխոսվի մագի ներսում եւ ոչ մինակ երկրորդ կամ երրորդ անձնաժողովի բնիկ ժողովուրդներու ասենք թե իրավունքներու իման վրա հայերու ցեղասպանությունը եւ ոչ մինակ ճանաչված է մեր ցեղասպանությունը եւ ընդհանրապես մագը դժվարություն շատ մագի մեջ շատ դժվարություն գա ասենք թե խեղաթյուրելու համար ցեղասպանության հայերու ցեղասպանության իրականությունը ադոր համար իբր թե պետությունները մագից դուրս իրենց մեջ կպայմանավորվեն եթե ցեղասպանությունը հայերու ցեղասպանությունը պետք է ճանաչվի կամ չի ճանաչվի այդպես չէ որովհետև հայերու ցեղասպանությունը շուտվանից է ճանաչված եւ ասենք թե մեր հիմնական այսօրվան օրագարկը մեր հադուցում հարցը մեջտեղ բերելն է հիմա հադուցման հարցը կրնանք բերել տարբեր ձևով կրնանք բերել դիվանագիտական ձևով կամ կրնանք բերել տատական ձևով արդարության ստանալու համար ադոր համար գուզեի որ անդրադառնանք այսօրվան այս թեմայի շուրջ որն է ճիշտը մենք աշխատենք դիվանագիտական ձևով օրինակ աշխատենք Գերմանիայի հետ որբեսի Գերմանիան բացի որ ինքը ճանաչել է որ մասնակցել է մեր ցեղասպանությունը այդ պատասխանատվության դիմաց պատասխան տա մենք կարծենք որ կարժե որ փորձենք դիվանագիտական աշխատանք անելու շատ կարճ ինչպես որ հիմա ամենտեղ կդարածեք որ Ուրուգվայինն է օրինակ
առաջին պետությունը, որ ճանաչել է ցեղասպանությունը։ Հիմա 1965-ի գրավիրեմ ցեզի կարդալ, ինչպես Ուրուգվան հայտարարել է այն ժամանակ Ուրուգվայի պարլամենտը, ինչպես հայտարարել է, որ պետք է ընդունեն, որ հայերը իրենց նահատակներու իշադակը նշեն։ Ինչ կապ ունի այստեղ ցեղասպանության ճանաչման հետ։ Ընդհանրապես կապ չունի, որովհետև իրականության, եթե ցեղասպանության բառը չի ներկայացված եւ եթե ճանաչման հարցը ուղղակի ցևով չի ներկայացված, կնշանակի, որ անուղղակի ցևով ընդունել, որ հայերը միանան եւ իրենց նահատակները իշեն, ոչ մի կապ չունի ցեղասպանության ճանաչման հետ։ Ador մենք աշխատանքներ էինք Ուրուգվայի պարլամենտի վրա, բավական նամակները խրգեցինք իրենց, որբեսի այդ թիրքը շտկեն եւ 2015-ի ուրիշ անգամ, նորեն մեկ անգամ իրենց ազգային ժողովը վերանայեց մեր ցեղասպանության ճանաչումը եւ նորեն հատուկ որոշումը ներկայացնեց։ Ador Արևմտյան Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կնեն, որբեսի ճիշտ ցևով ներկայացվի ամեն ինչը, մանավանդ մեր ցեղասպանության ճանաչման կարժեր չէ, որ մեկ հատ բանացևով ներկայացվի։ Օրինակ, Արևմտյան Հայաստանի կառավարությունը կներկայացնի այդպես բանացևը։ Մենք կհայտարարենք, որ Արևմտյան Հայաստանի հայությունը ունեցել է ցեղասպանություն 1894-ից մինչև 1923-ը Արևմտյան Հայաստանի տարածքում կազմակերպված 3 հատ իրավահաջորդ թուրքական կառավարություններու կողմից Համիդյան կառավարությունը, Երիտուրքի կառավարությունը եւ Կեմալիստական կառավարությունը։ Մեկ հատ բանացևով մենք կներկայացնենք մեր ամբողջ ցեղասպանության պատմությունը։ Եվ այդ բանացևն է, որ կտարածենք տարբեր պետություններու մոտ, որովհետեւ պետությունները այդ ցևով ճանաչեն ցեղասպանությունը։ Ինչ կնշանակի մեզի համար, Արևմտյան Հայաստանի համար ցեղասպանության ճանաչումը։ Կնշանակի առաջին քայլն է, որ ցեղասպանություն ճանաչելով մենք կրնանք երկրորդ քայլով ներկայացնել մեր իրավանական պատետը եւ ներկայացնել մեր ադուցման պատետը, որովհետեւ մեր իրավունքները իրականության դառնան։ Այդ իրականությունը ով է լեգիտիմություն։ Այդ իրականության դարձնել մեր իրավունքները, ով է լեգիտիմություն։ Ամեն մեկ հայ, որ ցեղասպանությունից բրգված ցերունդ իրավունք ունի, լեգիտիմն է այդ աշխատանքը տանել։ Ով է լեգիտիմը։ Ամեն մեկ քաղաքական ուժը, որ Արևմտյան Հայաստանի պետության իմամ վրա պաշտպանեն մեր ազգի իրավունքները, լեգիտիմ է այդ պահանջները ներկայացնելու համար, ասենք թե
այդ փաթեթները պաշտպանելու համար պետություններու դիմաց, որ ուղղակի կամ անուղղակի ցևով մասնակցեցին մեր ցեղասպանությունը։ Ադոր համար դիվանագիտական ցևով կաշխատին, ամեն ինչ կնենք, եթե Գերմանիա հայտարարել է, որ ինքն է, որ մասնակցել է մեր ցեղասպանություն, Գերմանիան անպայման պետք է կանչենք եւ աշխատենք, որպեսզի առաջարկենք մեր իրավանական պատերքը։ Ֆրանսիան ալ մասնակցել է մեր ցեղասպանություն եւ Գիլիգիոն անձնել է կեմալիստներուն մեզի թողնելով, մեր ծնողները թողնելով, առանց ապահովություն, նույնիսկ եթե մանդատ ուներ Ֆրանսիա պետությունը մեզի պաշտպանելու համար, մեզի ապահովելու համար, Ֆրանսիան թողեց մեզի կեմալիստներուն ցերկի մեջ։ Ասենք թե նախ լուզադրեց հայկական լեգիոնը, որպեսզի արդեն ովևէ զինված ուժերը չունենան, հետո անձնեց Կիլիգիան եւ թողեց մեզի առանց զինված ուժերը։ Ֆրանսիա պատասխանատվություն ունի կամ չունի։ Մեզի համար, Արևմտյան Հայաստանի համար, Ֆրանսիա պատասխանատվություն ունի։ Եվ ադոր համար մենք հատուկ փաթեթը կպատրաստենք եւ կխրգենք Ֆրանսիայի նախագահին, որ ինքը իշե ինչ պարտականություններ ունի Արևմտյան Հայաստանի հետ կապված։ Հիմա նույն խնդիր կա Արցախին հետ, Արցախը եւ Ֆրանսիա, որովհետեւ նույն նախագահան ուղղակի կամ անուղղակի ցևով մասնակցել է Արցախի անձման Ադրբեջանի։ Իմե նույն Ֆրանսիա ովևէ պատասխանատվություն չունի նալու Արցախին հետ կապված, Արցախի անձման հետ կապված։ Կնշանակե ինչ, կնշանակե, որ Արցախ անձմանը մասնակցեցին մի քանի կառավարություններ, մի քանի իշխանություններ, նստեցին, պայմանավորվեցին, անձնեցին եւ Ֆրանսիան ներկա է։ Մենք այդ կողմեն բամը չունենք ընելու, ասենք թե պիտի լրենք, ասենք թե պիտի նշենք, որ Ֆրանսիայի նավերը բրգեցին 4000 մուսալերի հայերը եւ վերջ։ Արցախի հայության հետ կապված մենք եւ Կիլիգիո եւ Արցախի հայության հետ կապված մենք ովևէ բամը չունենք ներկայացնելու Ֆրանսիա պետությանը։ Այդտեղ նորեն գսեմ ձեզի, մենք չենք ընդունում եւ մեր կորզը որպես Արևմտյան Հայաստանի իշխանություն մենք պիտի շարունակենք եւ կրնամ այդպես ներկայացնել մի քանի պետությունները, որ հերթով ներկայացնել, որ ովևէ ցևով ուղղակի կամ անուղղակի ցևով գաբ ունին Արևմտյան Հայաստանին հետ, կրնամ անդրադառնամ Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգներուն է կապված մանավանդ, որ Ուիլսոնն է, որ որոշել է մեր իսկական սահմանը, որ անի կամուր կուզեն ստեղծել, կասկնանք ինչերին, ասենք թե ովևէ չափով պայմանավորվեցին, որ Միացյալ Նահանգները ստանան մեղրի սահմանը, ասենք թե Մասկաստանին է, եւ այդ մեղրի սահմանը, որ անձել են Միացյալ Նահանգներուն, որպեսզի Միացյալ Նահանգները փակե, աչքերը փակե Վուդրո Վիլսոնի որոշումի, սահմանի որոշումի վրա։ Եվ ընդունված է, որ իբր թե արհեստական սահմանն ստեղծվի անի կամուրջի միջոցով։
աշխատանքը, այդ գործողությունը, որ կկատարվի, առանց դեղեկացնել եւ պայմանավորվել Արևմտյան Հայաստանին եւ Արևմտյան Հայաստանի հայության հետ, այդ ամեն ինչը արդեն անցագործություններն են։ Եվ այդ անցագործությունները մի մտածեք, մենք կանդրադառնանք այդ հարցերով, մենք չենք թողնելու, չենք, որովհետև անընդունելի է, որ թողնենք, և ազոր համար պիտի անդրադառնանք այդ հարցերով, և անշուշտ, եթե իսկական, եթե տարածաշրջանում սահմանը պետք է հաստատվի Թուրքիո հետ, այդ սահմանը Վուդրո Վիլսոնի սահմանն է, եթե այդ սահմանը չի հաստատվի պաշտոնապես, կնշանակի, որ մեր պետությունը, որպես Արևմտյան Հայաստանը, գերտա մինչև Կիլիկիա։ Մենք չենք որոշողները, արդեն ամեն ինչ որոշված է, կամ Վուդրո Վիլսոնի սահմանը իրավարար վճիռը կհարգեն, կամ եթե չեն հարգել, մեր պետությունը գերտա մինչև Կիլիկիա։ Արևմտյան Հայաստանի մասին է խոսքը, բայց մենք նայեցեք ինչ ենք, հաշվի առնելով, հարգելով Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, մենք ընդունեցինք, եթե Թուրքիան կընդունի, մենք ընդունեցինք, եթե Թուրքիա, սա արդեն ստիպողական է, եթե Թուրքիա կընդունի, մենք կընդունենք, որ մեր սահմանը Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռի իման վրա է։ Բայց եթե Թուրքիան չի ընդունի, կնշանակի, որ մեր պետության մեջ, մեր ամբողջական պետությունը գերտա մինչև Կիլիկիա։ Ադիմաստով է, որ մենք կանչում ենք Ֆրանսիա պատասխանատվությամբ, որպեսզի Ֆրանսիա բացատրե մեզի, ինչ իման վրա օգտագործեց մեզի, Ֆրանսիա օգտագործեց մեզի ազատագրելու համար Կիլիկիան, եւ վերջը Կիլիկիան անցնել է կեմալիստներուն, ոչ Թուրքիայի, կեմալիստներուն, որովհետև այն ժամանակ կեմալիստներ չէին ներկայացնել Թուրքիան։ Դու պատկերացնեք, ասենք թե Ֆրանսիան որոշել է անցնել Կիլիկիա մեկ տերորիստական խումբի, որ անունը կեմալիստականներն են, ասենք թե, եւ առանց որ Թուրքիան նլա, եւ կեմալիստները, որ ստորագրեցին այդ Անգորայի պայմանագիրը համաձայնագիրն է, այդ Անգորայի համաձայնագիրը, որ կեմալիստները ստորագրեցին, չի ստորագրեցին որպես Թուրքիա, որպես պետություն, բայց Ֆրանսիա ստորագրել է որպես պետություն։ Դու պատկերացնեք, հիմա մենք նորեն պիտի մոռանանք այդ ամեն ինչը, պիտի հարգենք, որ ֆրանսիական նավերը փրկել է 4000 մուսալերի հայության եւ վերջ։ Եվ այդպեսով ուրախ ենք, որ չի կարող լինի իրականության գրնանք, միտեք ուզեք գրնանք օգտագործել Ֆրանսիան այդպես, ասենք թե ասելով ֆրանսիացիներուն ասելով մենք ամեն ինչ պիտենենք, որպեսզի հայերը մոռանան, որ դուք թողեցիք Մարաշը, թողեցիք Անտալբը եւ ձեր պատճառով կեմալիստները կոտորեցին մեր հայերը։ Մենք ալ գրնանք այդպես, ասենք թե գիտեք ինչ կա, ընդհանրապես մեծ խնդիրի մեջն են բոլորը, նույն կողմեն կճանչնան ցեղասպանություն, նույն կողմեն ամեն ինչ կնեն խեղաթյուրելու եւ ասենք թե
փոքրացնելու, ժխտելու ցեղասպանության։ Եվ եթե կճաշնաս հայերու ցեղասպանությունը կնշանակի, որ կճաշնաս հայերու ցեղասպանության բոլոր հետևանքները։ Հիմա երկու ճանապարհ կա, կամ դիվանագիտական ճանապարհը կա եւ կփորձենք որևէ ցեղով պետություններում ճանապարհ մտնենք, լուծում մտնենք, կամ իրավանական ճանապարհը կա, ասենք թաթ կփանանք այդ պետության դեմ, պետություններու դեմ թաթ կփանանք, ինչպես որ թաթ բացինք Ադրբեջանի դեմ, կամ ինչպես որ թաթ բացինք Թուրքիո դեմ։ Հիմա ադորամալ ես պետք ունեի այսօր ցեզի բացատրեմ ինչ ճանապարհներ կան, որովհետեւ մենք կարողանանք այս երկար պայքարը շարունակել։ Այդ պայքարը մեկ օրվա, երկու օրվա, մեկ ամսվա պայքարը չէ, մեկ տարվա պայքարը չէ։ Այդ պայքարը երկար է, բայց որպես Արևմտյան Հայաստանի հայ մենք պետք ունենք տանել։ Անշուշտ արգիրված չէ եւ նորեն բաց գսեմ ցեզի, որ մենք ալ ունենանք մեր զինված ուժերը եւ մենք ալ ազատագրենք մեր տարածքները, ինչպես որ ազատագրեցինք Արցախը։ Արցախը մենք ազատագրեցինք եւ ես ընդհանրապես զիջելու, հետ քաշելու կամ խեղաթուրելու ինչ ապրեցինք մենք 35 տարվա մեջ իմաստ չեմ տեսնել եւ մեր ազատագրական պայքարը Արցախին հետ կապված շատ լեգիտիմ էր, շատ իրավանական տեսանկյունեն իմաստ ունի եւ հետ շուտով կտեսնանք պատական գործողությունները, որերինք ինչ արդյունքները պիտի բերեն, բայց մինչև հիմա այդ բոլոր թադերը, որ կատարվեցին Ադրբեջանի դեմ, մեր ասարակությունը շահեց։ Նորմալ հարցը փակված չի։ Մենք իրավունք ունենք մինչև պայքարել մեր չի նշանակի մենք պատերազմը կուզենք։ Մենք իրավունք ունենք, ես իրավունքի մասին խոսում, պայքարել ազատագրելու համար այդ բոլոր տարածքները, որ մինչև հիմա օկուպացված են օտարներու կողմեն, օտար պետություններու կողմեն։ Այստեղ զիջելը անիմաստ է, որովհետև մենք խոսենք իրավանական տեսանկյունեն եւ ադիմաստով է, որ տատական աշխատանքները կտանենք, որովհետեւ իրավանական մեր փաստերը, մեր ամեն ինչը ապացուցված է։ Երբեք Արցախը Ադրբեջանի մաս չի կազմեց եւ չի կազմելու կապ չունի այսօրվան Երևանյան քաղաքական դիրքորոշումը։ Նորեն գսեմ, տարբերություն կա այստեղ քաղաքական դիրքորոշում եւ իրավանական վճիռ։ Մեծ տարբերություն կա։ Մինչև հիմա իրավանական տեսանկյունեն ոչ մի դեր չի հաստատվեցավ, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Բացի Երևանյան իշխանությունների քաղաքական դիրքորոշումները։ Եվ մենք այդ քաղաքական դիրքորոշումները չենք ընդունել։ Ինչպես որ Արևմտյան Հայաստանի մեջ այդ անի կամուրջի պատմությունը քաղաքական դիրքորոշումն է, որ ընդհանրապես կապ չունի իրավանական պատետի հետ։
եւ Արմենիան Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ պետության հետ։ Այո, նույնիսկ եթե մենք չունենք այսօր համապատասխան զինված ուժերը ազատագրելու համար ամբողջ Արմենիան Հայաստանը, չի նշանակի, որ Արմենիան Հայաստանը Թուրքիո մաս կկազմի։ Կնշանակի, որ Արմենիան Հայաստանը օկուպացված է Թուրքիո կողմեն։ Եվ մենք այստեղ ենք ձեզի բացատրելու, կրնակ ընդունել, կրնակ չընդունել, կրնակ միանալ, կրնակ էրու մնալ, սա արդեն ամեն մեկի որոշումն է։ Այս չի նշանակի, որ Արմենիան Հայաստանի համագարկը չի պիտի շարունակի Արմենիան Հայաստանի հայության իրավունքները պաշտպանել մինչև իրենց իրականության։ Կկարծեմ, որ որևէ չափով այսօրվան հաղորդաշարը կարևոր էր, որպեսզի ճիշտ իմանաք մեր իրավաբանական տեսանկյունը եւ մեր դիվանագիտական աշխատանքները։ Դիվանագիտական աշխատանքները կշարունակենք, արդարության աշխատանքները կիրականացնենք դատական աշխատանքներով։ Մենք չենք զիջելու մեր իրավունքներուն, չենք զիջելու, որ մենք պետք է պաշտպանենք մեզի, դարբեր ձևով մինչև զինված ձևով, նորմալ է, բնական է, ամեն մեկ ազգ իրավունք ունի իրեն պաշտպանելու եւ նույնիսկ ներառյալ Արմենիան Հայաստանի հայություն։ Չի նշանակի, որ մենք պատերազմը կհայտարարենք, մենք կհայտարարենք պետություններուն, որ կան նստին մեզի հետ եւ ուղղակի ձևով ամեն ինչ պայմանավորվենք, որպեսզի ընդհանուր դարաշրջանում արդարություն, դիվանագիտություն եւ խաղաղություն հաստատվի։ Օգուտ բոլոր ազգերը, որ այսօր գաբրին մեր դարաշրջանի մեջ։ Շնորհակալություն կհայտնեմ ձեզի եւ աշխատենք, որ նորեն շուտով միանանք։ Ճիշտ է, որ 15-րդ բացակայի, բացի մարտի շաբաթը, բացակայի, որովհետեւ բավական կորձեր ունենք գազմագերբելու, մանավանդ կուզեի հայտարարեմ, որ կարշաբատ մենք կունենանք մեր Սևրի Դաշնագրի 106-րդ ամյակը, մեզի համար շատ կարևոր է այս ամյակը եւ առիթը կունենանք միասին նշելու, ես ցեզի գրավիրեմ անշուշտ եւ կուզեի հայտարարեմ, որ այս անթրանիկ ջամբարը պիտի կազմակերպենք Սևանալիջի մոտ, որպեսզի երիտասարդությունը ուղղակի ձևով շփվի Արմենիան Հայաստանի հարցերով, ունենա ասենք ամեն օր ռեժիմը մարզանքներով, մարտարվեստներով, ամեն ինչով, որպեսզի մեր երիտասարդությունը առողջ մնա, ուժեղ մնա եւ հավատալից մնա, որ այո, աշխատելով, դիմադրություն ներկայացնելով մենք կրնանք իրականացնել մեր բոլոր նպատակները, աջակցություն կմաղթեմ ձեզի մինչև գալ ժողովը, մինչև գալ շաբաթ։ Շնորհակալություն։